Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանքը սկսում է Ձինայեփ նախագիծը։ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է շատ հետաքրքիր թողարկում, ունեմ էքսկլյուզիվ տեսանյութ, որը բացառապես միայն իմն էր 21 TV-ներ եւ ամենակարևորը ունեմ շատ սպասված հյուր։ Մինչեւ այս բոլորն անդրադարձանելը շնորհավոր եմ օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Եվ հատուկ ձեզ համար ասեմ, որ առաջարկում եմ տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Այս առը քաղաքում կարոտ են մնացել սիրող մարդուն Արի հիմա մենք ցույց տանք, ոնց են քո սիրոց աչքերը իմ փայլում Մենք ամենուր փնտրում, ափսոս որ մեր ուզածը չենք գտնում Դու մնա նրա կողքինով, քո հոգին ավելի գնահատում Բակասում էր սեր, հիմա ինձ ասում են երանի Ամպերից էլ վեր, մեկա քո նմանը չի լինի Քո հետ եմ ես գտել խաղաղություն, քո մեջ գտել եմ տուն Ինչքան ասեմ դե քիչ իրականում Ես առանց քեզ եկան դատարկ իսկում ես աշխարհում Ու քոնը սիրտը, քոնը քեզ է պատկանում Բակասում է սեր, հիմա ինձ ասում են երանի Ամպերից էլ վեր, մեկա քո նմանը չի լինի Բակասում է սեր, ամպերից էլ վեր Քո հետ էլի պակասնայիմ լծվում, հոգին ադատարկվում Քո հետ գիտեմ, որ բանությունն ակինա ու չունի նմանակինա Քո մեջ գտա ինձնից ուժեղ մարդուն դարձար ինձ թուլություն Քո հետ ես հասկացել եմ սիրո կինը թող արժանին գնահատի Բակասում էր սեր, հիմա ինձ ասում են երանի Ամպերից էլ վեր, մեկա քո նմանը չի լինի Հենց ես տեսնում եմ, տալիս եմ ինքս ինձ երանի Քո հետ ես զգում եմ, ամենասիրունը Երևանի Հենց ես տեսնում եմ, տալիս եմ ինքս ինձ երանի Քո հետ ես զգում եմ, ամենասիրունը Երևանի Բակասում էր սեր, հիմա ինձ ասում են երանի Ամպերից էլ վեր, մեկա քո նմանը չի լինի Բակասում է սեր Շնորհակալ եմ Տեր Շարունակվում է աշխատանքը 21 TV-ի եթերում եւ ասեմ, որ ընդամենը մի քանի օր առաջ ես ունեի հնարավորություն եւ ստացել էի էքսկլյուզիվ հրավերք լինել Տաշիր Արենայում եւ ես եւ իհարկե մեր օպերատորը ֆիքսել են բոլոր այն կադրերը, որ ամենացանկալին էր, հաղթանակած, պարտություններ, էմոցիաներ եւ իհարկե ամենակարևորը առաջինը։ Ինչի մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Թվականի ապրիլի 19 եւ ես գտնվում եմ Տաշիր Արենայում, որտեղ արդեն րոպեներ անց մեկնարկել է Armite Fight Show։ Դուք արդեն գիտեք, որ Lionheart Ակադեմիան մարզիկները եւ լավագույնները նախապատրաստել են գժական շոու։ Ձեզ սպասում է էքսկլյուզիվ նյութ, տեսանյութ եւ ամենակարևորը հարցազրույցներ։ Մնացածը Ձինայի հետ 21 TV եթերում գնացինք։
Я болею за тех, кто представляет Армению. Мы будем болеть и поддерживать наших 70. У них очень серьезные бойцы. Если сюда раньше на других турнирах, может быть, приводили бойцов под наших бойцов, то нет. Сейчас максимально конкурентные противостояния. Խոստացեք, որ հաղթանակած տղաներից գոնե մեկը ինձ մոտ տաղավարում կլինի։ Обязательно. Самые яркие, самые хорошие ребята будут обязательно у Дины в эфире. Это мы обещаем. Պարոն կապիտան, նախ հարգանքներս, շնորհակալ եմ, որ այստեղ եք, տղաները ձեզ սպասում էին։ Վаше пожелание. Դուխ տվեք մեր տղաներին։ Մաղթում եմ բոլոր մեր տղեկներին հաղթանակ, բոլորին։ Ինձ թվում է առաջի մեր միջոցառումը շատ ուժեղ է անցնում ու հուսով եմ, որ էսի վերջի սենց մակարդակի միջոցառումը չի։ Վստահ եմ, հուսով չեմ։ Անկեղծ կասեք, ունեք ֆավորիտ մարզիկ։ Ես շատ եմ աջակցում Ագասին, հենց հիմա ինք ելնում է ու աջակցում եմ Ագասին ու ինձ թվում է ինք մեր հաջորդ մեծ աստղն է։ Ամենակարևորը, չենք մոռանում 8 քաշային կարգ, 8 մենամարտ, մեկը մյուսից խիստ տարբերվող եւ իհարկե սպասվող մենամարտեր ամենակարևոր անվնաս լինեն եւ հաղթանակներով լի։ Եվ չենք մոռանում 15 միլիոն դրամ մրցանակային ֆոնդ։ Այս ամենը րոպեներ անց։ Շնորհավոր եմ իմ չեմպիոն ընկերոջը, լավ ես, չէ՞։ Փառք Աստծո, շատ լավ եմ։ Աստված ինձ այսօր տևեց հաղթանակ, ես շատ ուրախ եմ, որ կարողացա հայ ժողովրդին քով ուրախացնել հայ ժողովուրդը։ Իմ գեղից, դաժե ախակալակցի, շատ տեղակ են եկել, մեկ 20-30 հոգի եկել էին ավտոբուսով, ես շատ ուրախ եմ, որ իրենցա կարողացա ուրախացնել։ Իսկ դուք հիշում եք, ես որ ասացինք ինձ մոտ տաղավարում է հաղթանակը բերելու, այնպես որ ես կարամ գրկեմ իմ ընկերոջը։ Ну, во-первых, хотелось поблагодарить всех зрителей, которые пришли и смотрят наш турнир, потому что это очень важно. Это первый турнир такого масштаба и такого уровня, который проходит в Армении. И по ажиотажу мы продали все билеты, sold-out полный. И по количеству людей вся трибуна заполнена. Поэтому внимательно будем смотреть и продолжать дальше в том же духе. Ինչ կմաղթեք բոլոր մեր տղաներին։ Ես Միգրանին եմ այսօր օգնելու եւ Գենեդի Մակարյանին երկուսին էլ մաղթում եմ հաղթանակ։ Ես եկել եմ Միգրանի հետ, որպես իր մենեջեր, որպես ընկեր, ես բացի իրան որպես կրվող, ես իրան օլիմպիադայից ֆալո անելով շատ եմ ուրախ, որ ինքը եկել է մեր հայրենիքում մարտ անում եւ ես սրտանց ու ուժով իր հետ եմ։ Кто представляет нашу нацию, мы за всех их болеем и переживаем. Много одноклубников, которые выступают, да в принципе все одноклубники.
и с иностранцами, так что я думаю, будут хорошие бескомпромиссные бои, и наши победят. Տղաներին հավաքվում եմ հաղթանակ, ամենակարևորը ամփորձանք լինեն եւ ոնց նայում են տղաների պարապմունքները ամեն ինչը մեծ հույսեր ունենք, որ բոլորն էլ կհասնեն իրենց ամենալավ տեղերին։ Իրանց բազոսկն շատ մեծ է։ Իրանք որ գոռում են, բալը դնում են, ժողովուրդը։ Հիմա էլ մարդու մեջ ունեն ուժ մտնում, որ պետք է կրվի, հաստատ չի կրվի։ Մենակ պետք է անջատվի։ Ինչ կմաղթես ընկերներից։ Հաղթանակ ամենակարևորը ու անասվածքները, դրա մեջ չունի։ Побеждай до рассвета, пусть твой голос услышит планета. Смывай в небеса. Побеждай до рассвета. Ես վստահ եմ, որ հենց հիմա շատերը այս տեսանյութը փնտրում են YouTube-ում, ասեմ, որ վաղը ջիր ժամը 13:05-ին կրկնության ընթացքում կարող եք դիտել եւ ընդամենը մի քանի ժամ հետո տեսանյութը փնտրել եւ գտնել YouTube-ում։ Իսկ ինչ կապ ունի իմ հյուրը այս տեսանյութի հետ։ Կադրերում նա կար, բայց ես առանձնացել եմ հատուկ հաղթանակած կադրեր ձեզ համար եւ ասեմ, որ տեսանյութի չեմպիոնը ինձ մոտ տաղավարում է, ում մասնի խոսքը կիմանաք հենց հիմա։ Ես վստահ եմ, որ հենց հիմա ամենակարևորը սպորտասեր հասարակությունն ավելի մոտ նստել, ձայնը բարձրացրել, որովհետև դուք արդեն գիտեք, եթե այն ամեն ինչ կապված է Lionheart-ի հետ, Արարոցասիրտ տղաների հետ, առաջինը ներկայացնում է Ակոպովնան եւ այսօր ինձ մոտ այն երիտասարդն է, որը Armad Fight Show-ի ժամանակ օրիգինալ տարբերակով ներկայացավ, Grand Prix վերցրեց եւ իր հաղթանակը նվիրեց բոլոր այն մարդկանց, ովքեր որ ներկա են, հետևորդն եւ իհարկե ազգին, բայց այդ բոլորի հետ մեկտեղ նա ներկայացնում է հենց Lionheart ակադեմիան որպես վարկանիշով բարձր մարզիկ եւ այս բոլորը մեկտեղ էլ կարող եմ առանձնացնել, որ նա GFC Pride-ի եւ ֆինալիստ Grand Prix եւ իհարկե ամենակարևոր թեման իմ լավագույն ընկերոջ Սանն է։ Այս բոլորի մասին հերթականությամբ, որտեղ ինձ մոտ տաղավարում է Սերգո Ալեքսանյանը։ Սերգ ջան, բարի օր, բարի գալուստ մեր տղա։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Նախ խնդրեմ
Սերգոյանունից ես ներողություն եմ խնդրում հեռուստադիտողներին, որովհետև դուք արդեն հասկացել եք, մեր տղաները մի քիչ կաղում են հայերենից, որովհետև տևական ժամանակ են բնակվում են Ռուսաստանի Դաշնություն, բայց կարևորը վերադարձել են եւ կսկսեն քիչ-քիչ հայերենը թարմացնել։ Սերգ, ինչքան կարող ես խոսիր հայերեն, որը ասում է չկարողանաս նոր ռուսերեն, եթե դժվար չի։ Լավ եմ խոսում հայերեն։ Հիմա սկսենք ամենասկզբից։ Ներկային հետո մի քիչ հետ գնանք, էլի։ Սերգ, դու ինչքան ժամանակ է բնակվում ես Ռուսաստանում եւ ինչքան ժամանակ է, որ համարվում ես Լան Հարթի մարզիկ։ Ես սկզբից սկսել եմ պարապել Դավիդի մոտ Խաչատրյան։ Դավիթ Խաչատրյան, ինքը արդեն բացեց շակերտները հետո։ Հետո արդեն ես сразу Львиное сердце եկա, անդե պարապում է Արեն Ակապյանի մոտ։ Ահա։ Ու հետո կամած ես եկա Արմենի մոտ պրոֆեսիոնալների հետ սկսեցի պարապել։ Այսինքն սկզբից եղել է սիրողական թեմա։ Հա։ Հետո այնքան աճել, որ պրոֆ ենք անցել։ Այո։ Հիմա դու տվյալ պայն նաև արդեն Երևանում, Հայաստանում, այստեղի Լայն Հարթի ակադեմիայի մարզիկ ես։ Ճիշտ է։ Տարբերությունը ոնց է այնտեղ լավ թե այստեղ։ Ինձ ստեղա ավելի շատ դուրս գալի։ Հա։ Ես տունն եմ։ Հա։ Ու շատ ինձ սաղ դուրս գալիս է, հա։ Շատ լավ։ Իսկ Armored Fight Show-ի ժամանակ դու այդ ժամանակ առաջին անգամ էր հայրենիքում որպես մարզիկ ներկանում, թե էլ եղել էր։ Չէ, միջև այդ ես ունեցել եմ մի հատ սիրողական բոյ Հայաստանում։ Ու մի անգամ է կպել էի մի հատ պրոֆեսիոնալնի տուրնիր Հայաստանում։ Շատ լավ։ Հիմա տվյալ պահին արդեն մենք ունենք Grand Prix։ Ամեն ինչը վերջացավ, որ ասում եմ բոլորս էլ հանգստացանք, որտեղ լուրջ զբաղված ենք։ Լայն Հարթի աշխատանքները բավականին շատ էր։ Հիմա տվյալ պահին ունենք դիմացներս հատուկ առաջնություն, չգիտեմ դուք ոնց ասում եք, բոյ, թե սովորական մարզումների մեջ ես։ Հիմա ես արդեն ունեմ բոյ, մայիսի 9-ին թռնելու եմ Աբու Դաբի։ Ունդ ես լավ օրգանիզացիա եմ, արդեն ունեմ բոյ, Կամերոնցի մարզիկի հետ։ Պատրաստվում ենք կամած։ Մի հարց տամ էլի, ես շատ եմ լսել, երբ որ ասում են կազմակերպում, իրանք էլ ընտրում են մարզիկին, թե ում է դու պետքա լինես ռինգում։ Իրանք են հիմա ընտրել, չէ։ Հա, իրանք են ինձ ուղարկել են։ Ես արդեն համաձայնվել եմ այդ զույգի հետ կպնեմ։ Ծանոթացել ես, թե ինչ մենամարտեր ունեցել, քանի հաղթանակ, քանի պարտություն, գիտես ով է։ Առաջին անգամ եմ իրան вообще տեսել, մինչև այդ չի ճանաչում։ Հա։ 12 հատ հաղթություն ունի ու 7 անգամ պարտվել է, բայց լավ, կրեպկի շատ զույգ է։ Որտեղից էր ասեցիր։ Կամերոնից։ Շատ լավ։ Դավիթ Խաչատրյանի հայրենիքում է, ձեր շրջապատում է։ Ես վստահ եմ, որ աչքի տակով նաև հետևում է ինչ է անում, ոնց է անում։ Արեն Ակապյան, այսինքն որ ասում ասա մարզի չտովա, ասեմ պատրաստականությունը ոնց է, բայց այդ բոլորդ մեկտեղ ես գիտեմ, որ Արմենը գրեթե բոլորիդ հետ հասցնում է ինչ որ չափով, չէ, աշխատի, պարապի եւ այդ տղաների շրջապատը ձեզ համար ավելի կարեւոր երևույթ է։ Վստահ կարող եմ ասել, չէ՞։ Հա։ Շատ լավ։ Դու հիմա համարվում ես երիտասարդ մարզիկ, Սերգ։ Ինչ որ կա հատուկ տիտուլներ, որոնց ուզում ես հասնել, որ օրինակ մոտ ընկերներիցդ եկել են, ասել են մանավանդ Գենադին։ Ինչ որ հատուկ տիտուլ ասես ձին դեռ իմ նպատակը դա է։ Դու ունես հատուկ տիտուլ, որ հիմա ուզում ես ունենալ։ Դե կամած սաղից նպատակը UFC-ն է, UFC գոտին։ Դրան ենք ուզում հասնենք։ Աստված տա կհասնենք։ Շատ լավ, քանի տարեկան է մեր տղեն, եթե չես ամաչում տարիքն ասել։ 22 տարեկան եմ։ Որդից ամաչի ինչ տարիք ունի հետո։ Դու ինչ ասեմ էլ։ Շատ լավ, ինձ հետաքրքիր է նաև օրինակ մարզիկները լինում են եւ մարզվում են եւ կողքից նաև սովորում են, աշխատում են, հասցնում են։ Դու միայն կենտրոնացած ես մարզիկ լինելու թեմայի մեջ, թե էլի կան թեմաներ։ Ես հիմա մենակ պարապում եմ, ոչ մի դե չեմ աշխատում, բայց ես ջայլ պարապողներին օգնում եմ, իրանց եմ ավելի փոքրերին։ Հա, ավելի փոքրերին օգնում եմ։ Ահա։ Ու точно так же Индиան օգնե վախտին։ Իմ մեծ աղբերները, իմ տրեյներները։ Նույն ձև հիմա ես իմ օպտը ինչ ունեմ տալիս եմ, ինչով կարող օգնում եմ։ Հա։
նոր սաներ, շատ լավ, նոր սերնդին։ Մի հարց էլ, Դավիթ Խաչատրյան եւ Արեն Ակոպյան, երկուսն էլ հզոր գերագույն մեծանուն մարզիկներ են։ Ինձ հետաքրքիր է, դու ամեն մեկից ունես տեխնիկա, այսինքն եւ Դավիթից ժառանգած եւ Արենից տարբերությունը շատ է։ Շատ է Դավիթը ավելի շատ այնց կրվանող է։ Հա։ Արենը գրավիկա տենց ասեմ, բայց երկուսից է իրանց ուժեղ կողքերը, ճիշտ եմ եթե ասում, վերցրել եմ ու միջև հիմա վերցնում եմ, միջև բոյերս պատրաստվել ես իրան կողքս են, օգնում են ինձ, հիմա ես շատ ուրախ եմ, որ իրանք Հայաստանում են ու օգնում են ինձ, որ ես պատրաստվեմ, ամեն հարցում կողքս են, ամեն ինչով օգնում են ինձ, մենակ պարապմունքներով չէ։ Շատ լավ։ Այս բոլորիդ մեկտեղ ունեմ մի քանի բլից հարցեր, որ պետք է մեր Սերգոյին տամ, որովհետև ինքը ինչքանով էլ մարզիկ է։ Նրան սպորտասեր հասարակությունը առավել եւս վստահ եմ։ Գեղեցիկ սերի ներկայացուցիչներն էին, շատ նկարներ, վիդեոներ ուղարկում ինձ, այսինքն այն տղաներ, ովքեր որ հիմնականում հաղթում էին, երևի որ տեսնում են ես շրջապատում եմ, Սերգ ջան, նկարում ուղարկում էին, ասում են ինքը երբ կլինի ձեզ մոտ տաղավարում։ Ասում որ բավականին լուրջ ֆաներ ունես։ Ինձ հիշացրու ես ուղարկեմ նաև նամակներ, նաև վիդեոներ, որ քեզ տեղում նկարել են ուղարկել են ինձ, որ ինֆորմացված են պահում։ Եվ դա շատ կարևոր է։ Ես հասկացա, որ այդ տղերքի ուժը, արձագանքը, ֆաների, հա, առավել եւս ձեզ բավականին լուրջ ավելի ուժեղացնում է։ Դու քեզ լավ ես զգում։ Ես ներկա եմ եղել, տեսել եմ ամբողջը։ Ասա որ տենց է։ Դա տենց է, մոտիվացնում է այդ աշխատանքը ամեն ինչ որ այդ սա մոտիվացնում է։ Շատ լավ։ Դու պատրաստ ես մի քանի բլից հարցերից պատասխանել, տեսնեմ թե ինչպեսի ճաշակ ունի նաև մեր չեմպիոնը։ Անկեղծ ես ասում, ինչքանը կարողանում ես։ Առավոտյան արտանում ես ժամը քանիսին։ 10-ին։ Ստաբիլ։ Դե 9-ից 10-ին, հա։ Դու հիմա ռեժիմի մեջ ես, չէ՞։ Ռեժիմի մեջ եմ, պատրաստվում եմ։ Ռեժիմի մեջ ես, այդ այն վատ ռեժիմն է, որ հատուկ ուտելիքներ։ Դիետայի մեջ եմ, հա, ես քիչ քաշ չեմ գցում, դրա համար դիետա եմ պահում ու շուտ զարթնում եմ, որ պարապմունքի ամեն ինչ հասցնեմ։ Օրվա մեջ քանի անգամ ես մտնում դալիճ։ Հիմա մի անգամ, որտեվ քիչ ժամանակ արդեն մնացել, տենց 2 անգամ։ Եվ այդ այն ռեժիմն է, որ պետք է աղջիկների հետ շփվել։ Դա ամենավատ ռեժիմն է։ Շատ լավ։ Կա մի ուտեստ նախընտրած, որ սիրում ես։ Հենց բոյը ավարտվում է ուտելիք, սիրում ես այդ ուտել։ Նայած, ես սիրում եմ պաներային, ճիշտ ասած, այս վերջերս բոյերից հետո պաներային եմ շատ սիրում, պիցցա, բուրգերը լինի, շատ պաներային պրям, որ պաները քաշվի սենց։ Իմ ընկերն է, էլի, պանիր թեման։ Իսկ խմիչքի հետ ոնց ես։ Ալկոգոլ։ Դա։ Չէ, вообще սեր չունեմ։ Չեմ ունեցել սեր։ Դու ունես շատ ընկերներ, վստահ եմ Մոսկվայում։ Հա։ Հիմա էլ էստեղ ոչ պակաս։ Եվ ընդհանրապես ինչպիսին պետք է լինի քո ընկերը։ Դու ընտրում ես, չէ՞, ընկերներից։ Ճիշտ է։ Եվ Это լավ հարց։ Ընկերը պետք է լինի վերնի, միշտ պետք է կողքը լինի ծանր մոմենտներին ու մենակ ծանր չէ։ Счастливые моменты жизни, грустные моменты жизни, ընկերը պետք է կողքը լինի, պետք է վերնի ընկերը լինի։ Ու это основа։ Շատ լավ։ Իսկ ինչի կարող է քեզ հունից հանել։ Ես Դժվար են հունից։ Հա, դժվար է ինձ հունից անել, ես всегда հանգիստ, կոնցենտրիրованный եմ, բոյ ժամանակ է, կյանքում է։ Չգիտեմ, քաշ գցելուց կարող է։ Մի բան դուրս չգա տենց։ Դե այդ ազդում է բոլորի վրա։ Որ ինձ չեն լսում այդ։ Արդեն հերիքամ։ Շատ լավ։ Երևանում կա մի հատուկ վայր անկյուն, որ սիրում ես գնալ։ Նախընտրած տեղ ունես։ Չէ, տենց ես սիրում եմ, ճիշտ ասած ես տունը նստող եմ, սիրում եմ տունը նստել, բայց երևի եկեղեցին ես սիրում եմ թազա եկեղեցիները գնամ, որը չեմ եղել։ Ապրես կհասցնես, վստահ եմ։ Լավ, այսքանից հետո, եթե չլիներ MMA, որ սպորտաձևում քեզ պատկերացնում ես օրինակ։ Դե ես միջև 8 տարի ֆուտբոլ եմ պարապել։ Օ։ Ես մտածում եմ, բայց ընդ вообще պերսպեկտիվ չկար։ Լուրջ, այնտեղ թե այստեղ ես պարապել։ Ես այնտեղ եմ պարապել։ Հա, փաստորեն բոլոր երկրներում նույն թեման է, բացի։ Ախորս ասած հեռու եմ вообще ֆուտբոլից։ Բայց քանի տարի ասացիր։ 8 տարի։ 8 տարին քիչ չի։ Քիչ չի, բայց Ոչինչ չէ։ Այս դեպքում։ Դե ես ունեցել եմ մեծ աղբեր, ու միջև հիմա ունեմ։ Մեծ աղբեր ինքը սբորնիում էլ է խաղացել,
ու լավ ֆուտբոլիստ է եղել, հիմա չի խաղում Արտակ Ալեքսանյանը։ Ես իրանից եմ վերցրել պրեմիեր ու պարապել եմ ֆուտբոլ դուրս շատ էր գալի։ Իսկ հիմա Արտակն ասում է, որ էսա չէ քոնը։ Շատ լավ։ Դու էքստրեմի սիրահար ես։ Հա։ Օրինակ ամենաբարդ էքստրեմը որն է քո համար, որ դու ինքդ իրականացրել ես։ Ինչ ես արել։ Դա ես ճիշտ ասած էլ ինչը ուզել եմ անեմ, հələ չեմ արել, պարաշուտ եմ ուզում թռնեմ։ Աստված իմ։ Ակուլաների հետ տենց ջրի մեջ, տենց բաներ եմ ուզում անեմ, հələ չեմ արել։ Հա լուրջ էքստրեմասիրուն փաստորեն։ Լավ, իսկ կա մեկը, որ քո բոլոր գաղտնիքները գիտի։ Մամաս երևի։ Հա, անկեղծանում ես։ Սուր դու պետք է աղբորդ հետ շատ անկեղծանես։ Մաման, աղբերս, ճիշտ ասած ես տենց շատ սիկրետ չունեմ։ Հա, հələ տարիքը չի սիկրետի։ Շատ լավ։ Մագրեգոր թե Խամզատ։ Մագրեգոր։ Ինչի։ Ինքն է ճիշտ ասած ես Մագրեգորի ֆանատը չեմ, Խամզատի ֆանատը չեմ։ Հա։ Да просто Макгрегора փոխել է սպորտաձևը մի քիչ։ Свои усилия вложил, որ էս սախ փոխվել է, դարել է հայտնի սպորտ։ Դա մեծ քայլ է, որ գանարարներն է մեծացը։ Դա հիմա լիքը ֆանատներ կա։ Բայց շատերն ասում են, որ Մագրեգորը ավելի շատ շոու է անում, քան բոյ։ Այդ ճիշտ է։ Բայց ինքը այդ շոուը անում էր ու իր վախտին ինքը делом показывал это. Делом Շատ լավ, կարծիքները տարբեր են։ Ես որ Խամզատի ֆանատն եմ, ինձ անդադ Խամզատն ամենաշատ դուր գալիս։ Շատ լավ, չեմ ուզում շատ ասել, որտեղ մեր տղան ռեժիմի մեջ է, բայց պետք է հարցնեմ։ Քիմ Քարդաշյան թե Անջելինա Ջոլի։ Ոչինչ։ Հա, երրորդը կա օրինակ քո կարծիքով։ Չէ, ոչինչ։ Բայց հայ չէ, լինի։ Ну, Կիմը хотя бы հայ է մի քիչ։ Գոնե էլի։ Լավ, եւ ի վերջո, դու ընդհանրապես Աստծո հետ շփվում ես։ Հա։ Ես հասկացա, որ դու եկեղեցիներ արդեն սիրում ես գնալ փաստով։ Դավիթ Խաչատրյանը հասցրել է քեզ տանել Էջմիածին։ Հա, լիքը եղել եմ Դավիթի մոտ, Դավիթի տունը։ Լիքը անգամ Մոսկվայել ենք գնացել եկեղեցի։ Да, он это շատ դիսցիպլինիրованный, а? Այո։ Ու живой пример դրա համար։ Ճիշտ ես, որովհետև Աստծո հետ ուժն է շատ կարևոր։ Սերկ կամերան տեսախցիկը քոնն է։ Խնդրում եմ քո ընկերներին կարող ես բարեմաղթանք ասել, ովքեր որ հենց հիմա քեզ դիտում են, ֆաներիդ, որ տենց նկարում ուղարկում են, մի բան ասա էլի։ Մերսի շատ, որ նայում եք իմ բոյերը, իմ հետևից նայում եք, следите за мной, спасибо большое. Дальше больше, дальше большие победы и я думаю, в скором времени мы будем там, где мы хотим. Ապրես։ Իսկ ես շնորհակալ եմ քեզ։ Ես շատ ուրախացա, երբ որ իմացա, որ գալիս է մի մարզիկ, որի իմ ընկերներից ոմանց լավ անունների, հա, սան է, եւ փաստով դուրս եկավ, որ այսքան մարդկանց մեջ դու ինքդ եղար այն մարզիկը, այն ներկայացուցիչը Lionheart-ի, որ քո շնորհիվ ներկայացրեցինք տեսանյութը, եւ ես շատ շուտով ունեմ եւս մեկ նորություն Lionheart-ի հետ կապված, դա թող մնա մի քանի օր հետո, այնպես որ ֆիքսեք նրա դեմքը, նա ասելիք դեռ ունի եւ վստահ եմ դեռ լինելու է ինձ մոտ տաղավարում Սերգ ջան, ես շատ շնորհակալ եմ։ Եվ այսքանից հետո շնորհակալ եմ մեր հեռուստադիտողներին, ֆան ակումբը, որը շատ ակտիվ աշխատում է եւ ինձ ուղղություն է ցույց տալիս, ասեմ իմանաք, որ եթե ինչ որ մի բան մի քիչ ուշանում է, մեղքը իմը չի։ Իրանք են այս ժողովուրդը ռեժիմի է, էլի, այնպես որ պատրաստվում են եւ շատ շուտով նորությամբ հանդես կգան շատերը ինձ մոտ տաղավարում։ Մինչեւ մայիս այդ իմ չեմպիոն ընկերներ երիտասարդ նոր սերունդ ներկայացնող եւ երկի ձեր Ձինե Հակոբովնանում կարող եք գտնել բացառապես 21 TV եթերում։ Բարին ընձես։ Դժությանը ասում եմ գնա, թող ինձ հետ միայն մնա, երջանիկ իմ սերը բարի ամենա
քեզ կյանքը, որ կյանքն սիրի մեզ, ապրենք ամեն վարկյանը, վերջին վարկյանի պես, արի սիրենք քեզ կյանքը, որ կյանքն սիրի մեզ, ապրենք ամեն վարկյանը, վերջին վարկյանի պես. Սրտի մեջ հուշեր, սերը վերում է մոտ, կյանքը իմ արևոտ, տխրությանը ասում են գնա, թող ինձ հետ միայն մնա, երջանիկ իմ սերը, բարի ամենա. Արի սիրենք ես կյանքը, որ կյանքն էլ սիրի մեզ, ապրենք ամեն վարկյանը, վերջին վարկյանի պես. Արի սիրենք ես կյանքը, որ կյանքն էլ սիրի մեզ, ապրենք ամեն վարկյանը, վերջին վարկյանի պես. Սիրի